Ազգային ժողովի նախագահի պաշտոնից սահուն անցում կառավարական աթոռի։ Հովիկ Աբրահամյանը, ով 6 տարի ղեկավարել է խորհրդարանը, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ներկայացրած հայտարարագրի համաձայն գործադրի նոր ղեկավարի ու նրա կնոջ անձնական միջոցները միասին կազմում են 6.1 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա կնոջ դրամական միջոցները շուրջ 5 անգամ քիչ էին։ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով նշանակվեց բնապահպանության նախարարի պաշտոնում, ներկայացրած հայտարարագրի համաձայն ունի 3.7 միլիոն դոլար։ Նախկին նախարար Արամ Հարությունյանի 1 միլիոնի դիմաց։ Պետ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով նշանակվեց ֆինանսների նախարարի պաշտոնում փոխարինելով Տիգրան Սարգսյանի սանիկին, ամենահարուստ նախարարն է։ Նա եւ կինը միասին հայտարարագրել են 5.7 միլիոն դոլար եւ 452 միլիոն դրամ։ Նյութական միջոցները դերակատարություն ունեցել են արդյոք Սերժ Սարգսյանի որոշման վրա։ Հանրապետական գործիչները հայտարարում են, չկա նման բան եւ որ իրենք իրենց թիմակիցների ֆինանսական հոսքերին չեն տիրապետում։ Ոմանք էլ կոռեկտ չեն համարում խոսել եւ տեսակետ ներկայացնել։ Երբևէ չեմ մտածել կամ նայել կամ հետեւել թե ով ինչ հարստություն է, այդ հարստությունը ինչպես է ձեռք բերել։ Կարծում եմ խնդիրը հետեւյալն է, եթե այդ գերատեսչությունների արժեվ դրված խնդիրները շատ արագ օպերատիվ ստանան իրենց լուծումները, դա էլ կլինի ձեր հարցերի բոլոր հարցերի լավագույն պատասխան։ Նախարարները հիմնականում գերադասում են իրենց դրամական միջոցները պահել դոլարով ու դրամով։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2013 թվականին ստացել է 273 միլիոն դրամ եկամուտ, իսկ հայտարարագրում որպես եկամտի աղբյուր Բեգլարյանը նշել է գույքի օտարումից ստացված եկամուտը, ստացած փոխառություններն ու աշխատավարձը։ Գագիկ Բեգլարյանի դրամական միջոցները նախորդ տարեսկզբին կազմել են 92,000 դոլար եւ 534 միլիոն դրամ։ Վարչապետի պաշտոնում վերանշանակված Արմեն Գևորգյանն ըստ ներկայացրած հայտարարագրի ունի 10,000 դոլար եւ 1 միլիոն դրամ։ Նորանշանակների թվում 1 միլիոն դոլարից ավելի դրամական միջոցներ է հայտարարագրել նաեւ արտարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Կադրերի ընտրության հարցում Հովիկ Աբրահամյանը ունեցել է լայն ազատություն։ Իր կաբինետի անդամներին էլ ըստ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ընտրել է նկատի ունենալով վերջիններից անցած ճանապարհը։ Կառավարության ծրագիրը եւ իհարկե նաեւ վարչապետի նորանշանակ վարչապետի վստահությունը, որովհետև եթե դուք հիշում եք, ընտրություններից առաջ, ասենք կառավարության ձևավորումից առաջ եւ անմիջապես դրանից հետո էլ ես ասացի, որ հանրապետության նախագահ եւ կուսակցությունը կադրային հարցերում լայն ազատություններ եւ իրազրույցներ են շնորհել նորանշանակ վարչապետ Աբրահամյանին։ Հարստությունը թերություն չէ, կարծում է հանրապետական падգամավոր Գագիկ Մելիքյանը, սակայն կառավարության ձևավորման հիմքում ոչ թե դրամական միջոցներն են, այլ ըստ падգամավորի ծրագիրը կյանքի կոչելու այդ մարդկանց պատրաստակամությունը։ Մելիքյանի խոսքերով նախարարները բարձր աշխատավարձ են ստացել եւ տարիների ընթացքում կուտակել են այդ միջոցները։ Միևնույն ժամանակ հայտարարելով կառավարության կազմում կան անդամներ, ովքեր զբաղվում են նաեւ գործարարությամբ։ Ես կարծում եմ, որ հարստությունը առաջին հերթին նաեւ աշխատանքի արդյունք է։ Ես չեմ կարծում նաեւ, որ ընտրությունը կատարված է նաեւ ըստ հարստության չափի։ Իսկ ինչպիսին է ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները։ Շատերը կառավարության կազմի վերաբերյալ դիրքորոշում հայտնել չցանկացան։ Առայժմ սպասում են ներկայացվելիք ծրագրին, դրանից հետո միայն հետևություններ կանեն։ Նախորդ կառավարության անվստահություն հայտնելու պատրաստակամությամբ պարբերաբար նիստեր եւ խորհրդակցություններ հրավիրող հրաշալի քարյակից միայն հույդան ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը որոշակի մեկնաբանություններ հնչեցրեց։ Տեսնենք այդ ծրագիրը որքանով է այսօր մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղղված, որից հետո նաև արդեն անձանց մասնակիցների, կառավարության անդամների կարողականությունը, ունակությունը եւ դրան համապատասխան նաև իրենց կարողություններ կկարողանան գնահատել։ Ստացվում է կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարությանը։ Նոր գործադիր իշխանության անդամները իրենց ամուսինների հետ ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ։ Նախորդ կառավարության ունեցվածքը գումարային արտահայտությամբ 8.3 միլիոն դոլար էր։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նախարարները հիմնականում խուսափել են հայտարարագրել ձեռքբերված կամ օտարված իրենց անշարժ եւ շարժական գույքի մասին տվյալներ։ Փայլակ Վարդյան, Տիգրան Գասաբյան, Gala News։